19-րդ դարասկզբին Հայաստանում եւ հայ իրականության մեջ առանձնահատուկ վերելք էր ապրում ազգային անկախության ձգտումը։ Դա պայմանավորված էր ռուսական կայսրության հարավային արշավանքներով։ 1827-28 թվականների ռուս-պարսկական պատերազմը այդ ձգտումների բարձրակետն էր։ Ներսես աշտարակեցին Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը եւ բազմաթիվ ականավոր հայորդիներ սկզբնական շրջանում ռուսական զենքի հետ էին կապում հայրենիքի փրկությունը։ Ռուսների կողմից Արևելյան Հայաստանի գրավումից հետո Մեսրոպ Թաղիադյանը գրել է. «Իմ լավ քաղաքացիք, այսպես երջանիկ բախտի, որ դուք եք պատահել, կարծեմ, որ մեր նախնիքն եւս Արշակունի թագավորության ժամանակումն էլ չէին պատահել։ Վերջապես, երբ որ լսեցի ներկա մեր աշխարհի ազատությունը, սիտս ուրախությամբ վառվեց։ Սակայն շուտով, շատ շուտով հայության երազանքները իդերև ելան։ Ռուսական կայսրության նվաճողական ծրագրերում որևէ տեղ անգամ չուներ Հայաստանի անկախության գաղափարը։ Ավելին, հալածվեցին, աքսորվեցին կամ սպանվեցին անկախության, ազատության գաղափարի առաջամարտիկները, իսկ հայկական մարզը, որի ստեղծումը գոհունակությամբ ընդունեց ժողովուրդը, ցարական կառավարության քաղաքականությամբ զուրկ էր ազգային ինքնուրույն պետական իրավունքներից։ 19-րդ դարի երկրորդ կեսին շատ ավելի ծանր հետևանքներ ունեցան ռուս-թուրքական պատերազմները Արևմտյան Հայաստանում։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազգային ձգտումներին դարձյալ վիճակված էր դառն հիասթափություն։ 19-րդ դարի երկրորդ կեսին հայ ազգային ազգագրական շարժման մեջ կարևոր փոփոխություններ տեղի ունեցան։ Դրա սկիզբը պիտի համարել 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը, որ աննախադեպ երևույթ էր հայ իրականության մեջ։ Զեյթունը նոր զարկ տվեց ազգագրական պայքարին եւ պատահական չէ, որ հայ հասարակական քաղաքական հոսանքները ուղղակիորեն 62 թվականից հետո նոր վերելք ապրեցին։ Ազգային պահպանողական հոսանքի ներկայացուցիչները, որոնց մեջ այնպիսի հզոր դեմքեր կային, ինչպես Մսեր Մսերյանը, Գաբրիել Այվազովսկին, Չամուրճյանը Տերոենցը, որոնք ժամանակի գրագետ զարգացած մարդկանցից էին եւ գտնում էին, որ ազգը պիտի ունենա մի քանի կարևոր սյուն։ Դրանցից մեկը հայաստանյան ցարաքելական եկեղեցին է, մյուսը գրաբարն է։ Բայց նոր ուղղության ազատական լիբերալ հոսանքի ներկայացուցիչները Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանցը, Մաթեոս Մամուրյանը, Սվաճանը Հարություն եւ ուրիշները գտնում էին, որ միայն այս կարևոր հանգամանքների վրա շեշտադրելը քիչ է։ Պետք է նոր կառույցներ, ազգային նոր հենարաններ, որոնք որ ապահովեն ազգի հետագա զարգացումը, որովհետև համաշխարհային մակարդակով լուրջ զարգացումներ են նկատվում։ Եվ պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ այս երկու հոսանքների հայացքները նույնանում էին հայոց պետականության վերականգնման հարցում եւ այս հոսանքներն էին, որ համատեղ ծնեցին հայ իրականության մեջ ազգային քաղաքական կուսակցությունները։ Բայց 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո, երբ հայկական հարցը դարձավ միջազգային հարց, որը որ մենք ներքին բովանդակությամբ ընկալեցինք որպես արևմտահայության ազատագրության խնդիր, այնքան կենսական հարց դարձավ մեզ համար, որ մենք գաղափարական իմաստով նահանջ արձանագրեցինք անկախության գաղափարից։ Եվ արդյոք պատահական է, որ մեր իրականության մեջ դժվար է գտնել լրջորեն ուսումնասիրություններ 19-րդ դարի վերջին, որոնք հեռանկարում տեսնում էին հայոց պետականության վերականգնումը, որովհետև շատ ավելի կենսական խնդիր կան, որպիսին ազգի գոյատևման հարցն էր։ Հայդուկային շարժումը, ազգային կուսակցությունների ձևավորումն ու ստեղծումը անկախության ճանապարհին սեփական ուժերին ապավինելու երևույթներ էին։ Թերևս նոր փուլ, որ սկիզբ առավ հայության համար ամենից ճակատագրական ժամանակներում։ Այսպես թե այնպես հայ իրականության մեջ սոցիալիզմը պետք է իր արձագանքները գտներ։ Հայ-աղաբական դաշնակցության գաղափարախոսության մեջ, նարոդնիկական գաղափարախոսությունից եկած սոցիալիզմի պատկերացումը, այնուհետև հնչակյան կուսակցության գործունեության մեջ, բայց սոցիալիզմը միշտ ածանցվում էր ազգային ազգագրական պայքարից։ Հայ ազգային կուսակցությունների ծրագրերում հայոց պետականության գաղափարը փաստորեն ուղղակի իմաստով բացակայում էր։ Թերևս շատ աղոտ պատկերացումներ կարելի էր գտնել հնչակյան կուսակցության ծրագրում, ապագայում հայոց պետականություն ստեղծելու իմաստով, ընդ որում շատ ուրախալի է, որ այդ պետականության մեջ հնչակյանները հասկանում էին Հայաստանի
ուրեմն երատված, ասեմ, երկատված բոլոր հատվածները Ռուսահայաստան, ինչպես այն ժամանակ էին ասում, Արևմտյան Հայաստան կամ Թուրք Հայաստան եւ Պարսկական տիրապետության տակ գտնվող տարածքների միավորում եւ փաստորեն միասնական հայկական պետականության ստեղծումը։ 1895-97 թվականներին տեղի ունեցան Համիդյան ջարդերը, հեղելով 300,000 հայերի արյուն։ Այդ մեծ ողբերգության ականատեսը Խարբերդի Հյուսենիկ գյուղում ապրող Շահան Նաթալին, Հակոբ Տեր Հակոբյանը, հազիվ 11 տարեկան էր։ Թուրքերը սպանել էին հորը, մորեղբորը, բազմաթիվ ազգականների։ 3 օր թափառելուց հետո Հակոբը վերստին գտնում է ընտանիքը, տեսնում մորը հոր դիակի վրա ողբալիս։ Մորս հետ քաշքշելով հորս անշունչ դիակը դուրս բերինք ու թաղեցինք ընկուզենիին տակ, հետագայում գրել է նա ու խոր իմաստ ավելացրել, ողջերը կսկսեին թաղել մեռելները։ Մի հայ մարդու Շահան Նաթալիի մեջ այդ ողբերգական իրադարձությամբ ծնունդ առավ թշնամուց վրեժ խնդիր լինելու ազգային անկախության ճանապարհին միայն սեփական ուժերին ապավինելու գաղափարը։ 20-րդ դարասկիզբ հայության տագնապների կիզակետը։ Խարբերդում Պոլսում կրթություն ստացած Շահան Նաթալին 1904 թվականին մեկնում է Միացյալ Նահանգներ, հաստատվում Բոստոնում, սովորում տեղի համալսարանում։ Նույն տարում անդամակցում է հայ հեղափոխական դաշնակցությանը եւ գրեթե քառորդ դար, մինչ արտաքսվելը մնում է այդ կուսակցության ամենից հեղինակավոր ճանաչված գործիչներից մեկը։ Ազգային ձգտումների ճանապարհին Շահան Նաթալին միշտ ամենուր դրսևորում է հայրենասիրական խիզախություն, հայրենատիրության հզոր զգացում։ Նա գտնում էր, որ մեր աղետների մեջ մենք մեղքեր ունենք, եւ դա առաջին հերթին Թուրքի էությունը չիմանալու, նրան չճանաչելու, ճիշտ չգնահատելու հետևանքով։ Ինչն էր մեր կռիվին հիմքն ու սկզբունքը։ Ըլլալ ազատ մարդ, Տերը մեր քրտինքին, ապրիլ մեր պատիվով եւ զարգանալ ազգային արժեքներով, գրել է Շահան Նաթալին։ 20-րդ դարի սկիզբը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց բուռն իրադարձություններով։ Տարբեր պետություններ, ժողովուրդներ նոր ակնկալիքներ ունեին սկսվող նոր 100-ամյակից։ Ցավոք սրտի հայությունը շարունակում էր երբեկված մնալ։ Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, Արևելյան Հայաստանը ռուսական կայսրության։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսված հայ ազգային ազատագրական շարժումները, ստեղծված ազգային կուսակցությունները, որոնք փայփայում էին անկախության հույսեր, կարծես թե ստիպված էին դեռևս սպասել իրադարձությունների նոր զարգացմանը։ Այդպիսի իրադարձություններ սկսված առաջի համաշխարհային պատերազմը, որը ամբողջության փոխելու էր աշխարհի քաղաքական քարտեզը եւ կարծես այն կայսրությունները, որոնք դատապարտված էին փլուզման, կայսրություններում տառապող ժողովուրդները վերգտնելու էին իրենց ինքնուրույնությունը եւ կերտելու էին իրենց պետականությունը։ 1914 թվականին սկսված առաջին աշխարհամարտը անկախության ազգային ձգտումներին նոր հույսեր վառեց հայության սրտում, սակայն հաջորդեց 1915-ի ցեղասպանությունը, որ թուրքերը պարբերաբար շարունակեցին մինչև 1923 թվականը։ Թուրքիայի օսմանյան, երիտուրք եւ քեմալական կառավարությունների կողմից հաջորդաբար իրականացված հայության ցեղասպանությունը հիմնականում հետապնդում էր հայերին հայրենազրկելու, հայկական տարածքներին, հայկական մշակութային արժեքներին, կուտակված ֆինանսական միջոցներին տեր կանգնելը։ Չմոռանանք, որ առաջի համաշխարհային պատերազմում գտնվելով պարտված երկրների շարքում Օսմանյան կայսրությունը դատապարտված էր կործանման, փլուզման եւ նրա շատ տարածքներ դուրս էին մնալու թուրքական պետության կազմից։ Եվ ահա այդ պայմաններում, կորցնելով նաեւ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրությունը, հետագայում նաեւ Թուրքական Հանրապետությունը զրկվելու էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ահռելի տարածքներից եւ փաստորեն դադարելու էր լինել որպես տարածաշրջանային գործոն եւ կորցնելու էր բոլոր հնարավորությունները ապագայում դառնալու հզոր պետություն։ Ահա խոսելով հայոց ցեղասպանության 1915 թվականի մեծ եղեռնի մասին, մենք պետք է միշտ գիտակցենք, որ դրա արդյունքում մենք ներփակվել ենք այսօրվա Հայաստանի Հանրապետության փոքրիկ տարածքում եւ ցավոք սրտի չենք կարող
մրցել աշխարհի հզոր պետությունների հետ։ Մահի ու կյանքի կռիվն է, որ կմաղվի, ու կռիվը, երբ դրված է այդ ճակատին վրա, հայ բնազդը իր ակրաներով միշտ ալ հաղթական է ելեր, գրում է Շահան Նաթալին։ Կյանքի ու մահվան պայքարում ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը իր հայրենիքի մի հատվածի վրա կրկին վերականգնեց կորուսյալ պետականությունը։ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Զարմանալիորեն պետականությունը ձեռք բերելուց հետո 1918 թվականի մայիսի 28-ից հետո հայ հեղափոխական դաշնակցությունը, որ իշխանության ղեկի մոտ էր, նոր ծրագրային մակարդակով անդրադարձավ անկախության գաղափարին 1919 թվականին Երևանում տեղի ունեցած հայտնի 3-րդ համագումարում։ Որովհետև ոչ թե պետք է մեղադրենք մենք մեր կուսակցություններին դրա համար, այլ պիտի հասկանանք, որ այո, մեր ազգային կուսակցությունները ունեին առաջնակարգ խնդիր՝ ազգի ֆիզիկական գոյության ապահովումը եւ ազգային ազգագրական շարժման հաջողությունները։ Միայն դրանից հետո նոր անդրադարձ կատարվեց պետականության խնդրին եւ ամենևին սա չի նշանակում, որ 1918-ին մենք ուղղակիորեն դատապարտվեցինք այդ անկախության ուղղակի պատմական պատեհ առիթ ներկայացավ եւ Հավուր պատշաճի բարեբախտաբար մեր ազգը իր մեջ գտավ այդ ներքին քաղաքական ուժը հայոց պետականությանը նորից տեր դառնալու իմաստով։ Շատ դժվարին պայմաններում, թուրքական հարձակման պայմաններում, մայիսյան հերոսամարտերի արդյունքում ուրեմն դրվեց պետականության հիմքը։ Կար ժամանակամիջոցում Հայաստանի նորաստեղծ իշխանությունները կարողացան ձևավորել պետական իշխանության մարմիններ, խորհրդարան, գործադիր իշխանություն կառավարություն, դատաիրավական համակարգ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ձևավորվեց բանակ, դիվանագիտական կապեր հաստատվեցին բազում երկրների հետ, մի խոսքով ստեղծվեց շուրջ 2-2.5 տարվա ընթացքում կազմակերպված պետականություն։ Դարեր շարունակ առանց պետության ապրելով մեր ժողովրդի մեջ սակայն մնացել էր ձգտումը դեպի անկախ պետականություն։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետությունը փաստորեն դարձավ 20-րդ դարում հայոց պետականության անդրանիկ հանրապետությունը եւ այդ օրվանից մինչեւ մեր օրերը մենք ապրում ենք պետականության պայմաններում։ Հայաստանի առաջին օրենսդիր մարմնի Հայաստանի խորհրդի նիստում ընդունվեցին պետական խորհրդանիշերը, որոնց վերջնական հաստատումը կատարելու էր ապագայում հրավիրվելիք սահմանադիր ժողովը։ Անկախությունը, պետականությունը անհնար է պատկերացնել առանց իշխանության սիմվոլիկաների, պետականության խորհրդանիշների կամ սիմվոլիկաների։ Որպես կանոն, սիմվոլիկաների մեջ, խորհրդանիշների մեջ մտնում է դրոշը, հիմնը կամ օրհներգը եւ զինանշանը կամ գերբը։ Ուշագրավ է հետեւյալը, ուրեմն Հայաստանի դրոշը եռագույնը ընդունվեց փաստորեն 18 թվականի օգոստոս ամսին Հայաստանի խորհրդարանի կողմից, հենց օգոստոսի 1-ին խորհրդարանի շենքին կտուրին տանիքին բարձրացվեց եռագույնը։ Պետականության գլխավոր խորհրդանիշի դրոշի մասին ահա ինչ է գրում առաջին հանրապետության տարեգիրը Սիմոն Բրացյանը։ Դրոշակի ձևի եւ գույների շուրջ եղան բավական երկար խորհրդակցություններ, նկատի առնվեցին հայոց պատմական դրոշակները, լսվեց հայկաբան Ստեփան Մալխասյանի հիմնավորված զեկուցումը հայկական դրոշակի մասին։ Կային սակայն հայկական եռագույնի մեջ եւ գաղափար, եւ խորհուրդ դնողներ։ Այդ գույները կարծես բխում էին մեր կյանքից, խորհրդանշում էին հայ պետականության ծագումն ու ապագան։ Կարմիրը հայ ժողովրդի թափած արյունն էր, կապույտը Հայաստանի կապույտ երկինքը եւ նարնջի կամ ոսկու գույնը խտացուն աշխատանքի։ Հայ ժողովուրդը, որ արյունով է ձեռք բերել իր ազատությունը հայրենի կապույտ երկնքի տակ, իր համբավավոր աշխատասիրությամբ պիտի վերաշիներ երկիրը եւ ապրեր ազատ ու երջանիկ։ Խորհրդարանում, երբ քննարկումներ էր գնում, այս գաղափարը, այսինքն առաջարկությունը եռագույնի վերաբերյալ արել է հաջորդական կուսակցության անդամ լեզվաբան հայագետ Ստեփանոս Մալխասյանցը։ Իդեպ ասեմ, որպես տեղեկություն կա այդ մասին դրա վերաբերյալ։ Երկրորդ
ատրիբուտներից մեկը հանդիսանում է ուրեմն օրհներքը կամ հիմնը։ Այստեղ վերցված է տեքստը համարում է Միքայել Նալբանդյանի կողմից գրված իտալացի աղջկա երգը «Մեր հայրենիքը»։ Երրորդ խորհրդանիշը համարում է զինանշանը կամ գերբը։ Սրա վերաբերյալ պետք է ասել հետևյալը. 20 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց զինանշանը, ընդ որում այն ձևավորել էին մեր մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Ձևավորման մեջ հիմնականում այնտեղ պատկերված են վեհանձն կերպով կանգնած են առյուծը, տիրողական կերպով կանգնած են առյուծը եւ արծիվը, որոնք գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու Հայաստանները, արևմտյան եւ արևելյան Հայաստանները, եւ ընդ որում այդ երկու Հայաստանների միավորումով պետք է ստեղծվեր միացյալ անկախ Հայաստան։ Այսինքն այդ իմաստն է իր մեջ դա պարունակում։ Պետականության ատրիբուտներից թերևս կարելի է նաև արտահայտել, դրսևորել որպես ցուցանիշ հայկական արժույթի, դրամի նաև ստեղծումը, ընդունումը։ Այն է 20 թվականի ապրիլին արդեն Լոնդոնում տպագրվեց հայկական տրամանիշը եւ հետագայում փոքր ժամանակով մտցվեց շրջանառությաններ։ Դա պետականության եւս ատրիբուտ է, նույն կերպ նույնպես կարող ենք մենք ընդգծել նշել նաև հայկական ազգային պետական տոները։ Եվ ընդ որում այն տոները կրոնական, ազգային պետական, որ ընդունվել էին 18-20 թվականի առաջի հանրապետության շրջանում, դրանք փաստորեն ըստ էության առանձնապես ոչ էական փոփոխությունների պահպանում եւ շարունակում են ներկա մեր հանրապետության, մեր ազգային պետական տոների այդ ցուցակում է ընդգրկված։ Հայկական պետականության պատմության մեջ բացառիկ նշանակություն ունի 1919 թվականի մայիսի 28-ին Հայաստանի կառավարության հայտարարությունը։ Խորհրդարանի հանդիսավոր նիստում այն կարդաց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։ Հայաստանի կառավարությունը համաձայն բովանդակ հայ ժողովրդի կամքի ու ցանկության հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան մասերը մշտնջենապես միացած են իբր անկախ պետական միություն։ Անդրկովկասում եւ Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկրների միացման եւ անկախության այս ակտը կատարելով Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ինքը հանդիսանում է Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նույն 1919 թվականի աշնանը Երևանում գումարվեց հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը։ Այստեղ այլ խնդիր էր դրված։ Առաջին աշխարհամարտն ավարտվել էր։ Թուրքիան պարտված երկրների շարքում էր, սակայն հայոց մեծ եղեռնի հեղինակները, թուրք ոչրագործ պարագլուխները անպատիժ շրջում էին եվրոպական եւ անդրկովկասի քաղաքներում։ Երևանում էր Շահան Նաթալին, որն էլ դարձավ եղեռնի գլխավոր պատասխանատուներին պատուհասող ձեռնարկի ներշնչողն ու ոգին։ Ընդունվեց Նեմեսիս գործողության ծրագիրը, որի ցանկում շուրջ 200 ջիվաղների անուններ էին։ Շահան Նաթալին իր վրեժը լուծեց բռունցքով, ոչ թե գրչով, ոչ թե արցունքով, բռունցքով։ Ցավոք, այդ մեծ գործունեությունը երկար ժամանակ քողարկվում էր թե Հայաստանում եւ ցավոք քողարկվում էր այն կուսակցությունը, որի անունից գործել էր նա։ Շահան Նաթալին number 1 թիվ 1 թիրախ էր համարում Մեհմեդ Թալյատ Փաշային, որի ահաբեկումը վստահվել էր Սողոմոն Թեհլերյանին։ Շարլոտենբուրգում Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց 1915-ի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալիաթ Փաշային։ Հետագայում իր հուշերում Շահանը բացահայտել է Թեհլիրյանին տված իր հրահանգը։ Կպայթեցնես գանգը թիվ 1 ազգասպանին եւ չես փորձեր փախչիլ։ Կկանգնես տեղդ, ոտքդ սատակին վրա եւ կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կուգան ու կձերբակալեն քեզ։ Շահան Նաթալիի նպատակն էր Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը վերածել մեծ եղեռնի պատասխանատուների քաղաքական դատավարության, ինչը մասամբ իրականացավ։
Շահան Նաթալիի ղեկավարությամբ այնուհետև 1921 թվականին Պոլսում Միսակ Թորլակյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին ներքին գործոց նախարար, Բաքվի եւ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերի հայության սպանդի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջիվանշիրին։ Թորլակյանի դատը եւս Պոլսի բրիտանական ռազմական դատարանում վերածվեց հայոց մեծ եղեռնի զարհուրելի մանրամասների բացահայտման ու հրապարակայնացման։ 1921 եւ 22 թվականներին Շահան Նաթալիի ղեկավարությամբ Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմին, ապա Արամ Երկանյանի հետ Բեահեդդին Շաքիրին եւ Ջեմալ Ազմիին, Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը Թիֆլիսում Թուրքիայի ռազմական նախարար Ջեմալ Փաշային։ Սրանց նախորդել եւ հաջորդել են վրիժառության այլ ակտեր։ Թուրքիզմը անգորայեն Բաքու եւ թրքական օրիենտասիոն վերլուծական ուսումնասիրության մեջ Շահան Նաթալին գրել է. Աշխարհի 4 ծագերուն մեջ հայ ժողովրդին առողջ բնազդը վրեժ աղաղակելով կխառնվեր այս արյունատոնին եւ այս վրեժին մեջներ անոր քաղաքական դավանանքը։ Այս վրեժին մեջներ իսկական ճանաչողությունը իր թշնամիին, թուրքին, զենքին, ռազմավարության եւ ձգտումին, անբնազդի կարճ, բայց ամենեն շիտակ դատումով դասավորած էր իր քայլերը։ Եվ այդ երբեք ցույց պիտի չտար այդ սրբազան խելագարությունը, եթե անոր մոտենայինք իր բնազդական դասավորումը փոփոխած։ Անճիշտ էր դասավորած ու ճիշտալ կերտար։ Մենք հաճախ ուղղակի սիրում ենք մեղքը բարթել ազգային կուսակցությունների վրա։ Մենք չպետք է մոռանանք մի բարձ ճշմարտություն, որ մեր ազգն է ծնել ազգային կուսակցություններին։ Ազգի հնարավորությունը 5-600 տարի օտար տիրապետության պայմաններում կարող էր ծնել նրա արգանդը միայն այդ քաղաքական կուսակցությունների պոտենցիալը, ոչ ավելին։ Պատմականության սկզբունքը ազնվորեն պահանջում է արձանագրել այդ փաստը, որ ինչ կուսակցություն մենք ունեցել ենք, դա մեր ժողովրդի ծնածն է։ Այսինքն, եթե մենք մեղադրանքներ պիտի հասցեագրենք այս կամ ազգային կուսակցությանը, պիտի այդ մեղադրանքը հասցեագրենք մեր ժողովրդին, որը իրավացի չի լինի։ Ովքեր չեն պատկերացնում Արևմտյան Հայաստանի էթնո-ժողովրդագրական ծանրագույն վիճակը, չեն պատկերացնում էթնիկ խայտաբղետ իրավիճակն ու այդ խճանկարը, կարող են նման բաներ ասել, որովհետև 19-րդ դարի վերջի 20-րդ դարի Արևմտյան Հայաստանը դա 16, 15, 14, առավել ևս 7-րդ, 8-րդ դարերի Հայաստանը չէր։ Հայի կողքին ապրում էր թուրքը, քուրդը եւ այս խայտաբղետ էթնիկ խճանկարի պայմաններում ազատագրական պայքար կազմակերպելը շատ դժվար էր։ Եվ ամենակարևորը գոյություն էր հոգեբանական գործոն։ 600-ամյա տիրապետությունը իր բացասական կնիքն էր դրել հայ ժողովրդի մենտալիտետի հոգեկերտվածքի վրա։ Հիշենք, շատ դառն է ճշմարտությունը, բայց ասենք Ադոյի նման ուսումնասիրողը ասում էր, որ 1909 թվականին, երբ որ տեղի էր ունեցել երիտթուրքական հեղափոխությունը եւ կարծես հայ ժողովուրդը շունչ էր քաշել, նորից ես տեսնում էի արևմտահային, տաճկահային, ինչպես ինքն է նշում, կռացած, խոնարհված, երբ նրա կողքին տեսնում էինք որևէ մահմեդական ձիավոր անմիջապես հայը ակամայից կռանում էր նրա առաջ։ Սա դառը ճշմարտություն է, պիտի իմանալ հոգեբանական այդ իրավիճակը եւ հասկանալ դրանից նաեւ 1915 թվականին մեր ժողովրդի այդ հնազանդ եւ աններելի կեցվածքը։ Դա գալիս էր ժամանակաշրջանից։ Իսկ ինչ վերաբերում է պետականության կորստին, բնականաբար 1920 թվականին այդ պետականությունը կործանվեց առաջին հերթին արտաքին գործոնների ազդեցությամբ։ Պետությունը, պետականությունը դա ազգի ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է։ Իհարկե մենք մինչ այդ դարեր շարունակ ամբողջ միջնատարում ապրել ենք ինքնակազմակերպման համայնքային ձևով։ Արդեն 20-րդ դարի սկզբին մեր պետականության ստեղծումով դա ինքնակազմակերպման բարձրագույն ձև է, որովհետև ինքը ժողովուրդը ստեղծում է իր պետականությունը իր բոլոր կառույցներով եւ աշխատում է ազգերին, համաշխարհային հանրությանը երևա իր պետական կառուցվածքով, իր օրինական ամբողջ դրսևորումներով եւ այլ, դա ազգի որակն է նաեւ ցույց տալիս։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին քաղաքական ծանրագույն պայմաններում հայտնված Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը առանց դիմադրության իշխանությունը զիջեց բոլշևիկներին, ստեղծվեց խորհրդային Հայաստանը։
պատմաբանները ուղղակի դարձրել էին սովորություն 1920 թվականի մայիս ամիսը վկայակոչելով, երբ տեղի ունեցավ մայիսյան ապստամբությունը, ինչու դաշնակցությունը իշխանություն չանձնեց եւ դրա արդյունքում մենք կարող էինք ունենալ Սուրմալուի գավառը եւ Կարսի մարզը։ Սա եւս ռետորական հարց է։ Հարց է ծագում, երբ որ դու Հայաստանի Հանրապետության ղեկավար ես, քեզ հեռագրում են Եվրոպայից, որ մեծ տերությունները արդեն խոստանում են հայկական հարցը լուծել, արևմտյան նահանգները, արևմտահայ նահանգները Հայաստանի Հանրապետությանը միացնելու տարբերակով, այսինքն կյանքի է կոչվում հայ ժողովրդի դարավոր երազանքը ազատ անկախ միացյալ Հայաստանի վերաբերյալ, դու բավարարվում ես սին խոստումներով Խորհրդային Ռուսաստանի կողմից, թե նա քեզ խոստանում է 3 նահանգներ, այլ ոչ թե 6 նահանգներ, ինչպես Արևմուտքը։ Նախարարն այն է, թե արդյոք Խորհրդային Ռուսաստանը իսկապես մեզ խոստանում էր։ Լևոն Ղարախյանը իսկապես հստակ բանակցությունների ժամանակ հայկական պատվիրակությանն ասում էր 20 թվականին, որ այո, ձեզ երաշխավորում ենք 3 նահանգներ Հայաստանի Հանրապետության կազմում։ Իհարկե ոչ։ Դա կարող է նրա անձնական ցանկությունը լիներ, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ բանակցությունները ընդհատվեցին միայն այն բանից հետո, երբ որ Ադրբեջանը եւ Քեմալական Թուրքիան չցանկացան, որպեսզի արդեն 1921 թվականին Մոսկվայի բանակցությունների ժամանակ Խորհրդային Հայաստանը ներկայացված լինի։ Դա նշանակում է, որ հստակ ձևով Հայաստանի դեմ գործում էր թուրք, բոլշևիկյան եւ ադրբեջանական գործակցությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության որպես կատարյալ պետականության կործանում առաջին հերթին պայմանավորված էր արտաքին գործոններով։ Ցավոք պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերը նրանք, ումից կախված էր Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, միջազգային տվյալ ժամանակաշրջանի բարդ խճճված իրադարձությունների բովում չկարողացան ճիշտ կողմնորոշվել եւ կարճած մնալով իրենց արևմտյան դաշնակիցներից փաստորեն անտեսեցին ռուսական օրեցօր ուժնացող գործոնը տարածաշրջանում։ Հակառակ դրան քեմալականները փաստորեն օգտվեցին բոլշևիկների հետ իրենց բարեկամությունից, համագործակցությունից եւ լուրջ արդյունքների հասան համագործակցելով Խորհրդային Ռուսաստանի հետ։ Հետաքրքիր փաստ է, որ 1920 թվականի աշնանը, երբ սկսվել էր թուրք-հայկական մեր ժողովրդի համար ողբերգական ավարտ ունեցած պատերազմը, անգամ արևմտյան երբեմնի դաշնակիցները եւ նրանց գործակալները տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության իշխանություններին արդեն խորհուրդ էին տալիս իրենց հույսերը կտրել արևմուտքից եւ փորձել համագործակցել քեմալական Թուրքիայի հետ։ Անգամ նրանք քաջալերում էին դեպի այդ համագործակցությունը, մյուս կողմից բացառելով որևիցե համագործակցություն Խորհրդային Ռուսաստանի հետ եւ նրանք նշում էին, որ դա ել ավելի վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Ցավոք սրտի մեր իշխանությունները քաղաքական այդ իրադարձություններում չկարողացան ճիշտ կողմնորոշվել եւ միայն այն ժամանակ, երբ քեմալական զորքերը կանգնած էին արդեն կարելի ասել Արարատյան դաշտի մատույցներում եւ նրանց հերթական զոհը դառնալու էր նաեւ Արարատյան դաշտավարի Երևանի հայ բնակչությունը, միայն այդ ժամանակ գիտակցելով վտանգի ամբողջ լրջությունը, նրանք համաձայնեցին Խորհրդային Ռուսաստանի առաջարկությանը եւ զիջեցին իշխանությունը բոլշևիկյան առաջնորդների։ 1920-30-ական թվականներին տարագրության մեջ հայտնված հայ քաղաքական գործիչները լուրջ տարաձայնություններ ունեին, կապված եւ խորհրդային Հայաստանին, եւ հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշմանը, եւ ազգային պետական տարաբնույթ հարցերին։ Եթե 1920-22 թվականների ընթացքում խորհրդային Հայաստանը փաստորեն ինքնուրույն անկախ պետություն էր հանդիսանում, թեև հիմնականում ղեկավարվում էր Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հրահանգներով եւ իջեցված դիրեկտիվներով, ապա 1922 թվականից Խորհրդային Հայաստանը Անդրկովկասի մյուս հանրապետությունների հետ կազմեց Խորհրդային միության մի մասը։ Եվ պետք է նշել, որ դրանով Հայաստանի պետականության շղթան չընդհատվեց, այն շարունակվեց նաեւ խորհրդային ժամանակաշրջանում։ Պետք է նշել, որ խորհրդային Հայաստանը հանդիսանալով ԽՍՀՄ հանրապետություններից մեկը ուներ ներքին ինքնուրույնություն եւ կարողանում էր
իր հանրապետական կյանքում առաջնորդվել նաև ներքին ազգային խնդիրներով։ Ապրելով Բոստոնում, մինչև 1920 թվականը հաճախակի լինելով Պոլսում եւ Հայաստանում, Շահան Նաթալին գործուն դեր ուներ հայ քաղաքական կյանքում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դարձյալ նա շարունակում է քաղաքական պայքարը, սակայն ոչ թե բոլշևիկների, խորհրդային Հայաստանի դեմ, այլ հանուն հայոց ազգային ձգտումների։ Շահան Նաթալին բնականաբար նույնքան անվստահություններ, որքան Թուրքիայի, նույնքան Ադրբեջանի նկատմամբ։ Սա հայցողական վերաբերմունք չէր։ Այդ ժողովուրդների, այդ երկրների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նա տեսել էր եւ իր գրքում հայերը եւ թուրքերը հայտնի գրքում հանգամանորեն նկարագրում է այդ վերաբերմունքի պատճառները։ Շահան Նաթալին գտնում էր, որ հայ ժողովուրդը կարող է գոյատևել, իր անկախանալ եւ իր անկախությունը ամրապնդել միմիայն միասնականությամբ։ Շահան Նաթալին իր գրքում դա կնհայտ կա, գտնում է, որ հայի ոգին, ես չեմ ասում ուժը, հայի ոգին անառիկ է եւ հայի ոգին կհառնի, եթե հայ ժողովուրդը միավորվի, միասնականանա։ Շահան Նաթալին հավատում էր հայ ոգու միասնականությանը եւ Շահան Նաթալին հավատում էր, որ հայի ոգին պիտի հաղթի։ Անցյալի դասերն ու փորձառությունը լուրջ եզրահանգումների էին բերել Նաթալիին։ Գրում է հոդվածներ, հրապարակում իր եւ Հայկ Գնդունիի խմբագրած Փարիզում լույս տեսնող Ազատամարտ թերթում, ապա դաշնակցությունից վտարվելուց հետո Մարտկոց երրորդյա թերթում, Հայրենիք հանդեսում։ Կուսակցական տարաձայնության մի շարք պատճառներ կային։ Հիմնականներից այն էր, որ Նաթալին դեմ էր միանալու թրքական կողմնորոշում ունեցող Պրոմեթեի ծրագրին։ Անդրկովկասում 3 հանրապետությունների կործանումից հետո նրանց ղեկավարները հաճախակի հանդիպում էին Արևմուտքում, մասնավորապես Փարիզում, ստեղծեցին մամուլի իրենց օրգանները եւ շարունակում էին երբեմն նաեւ պայքարը միմյանց միջև, նշվում էին այն թերությունները, սխալները, որոնք որ բերեցին այդ պետականությունների անկմանը։ Հետաքրքրական է, որ հայ-աղբական դաշնակցության վրաց մենշևիկների միջև շարունակվում էր վեճը, թե ինչպիսի կողմնորոշում մենք պիտի ունենայինք 1920 թվականին, որպեսզի 2021 թվականներին չկորցնեինք մեր պետականությունը։ Վրաց քաղաքական միտքը ավելի շատ հակված էր դեպի արևմուտք, նախ Գերմանիա, հետո ոչ ավել ոչ պակաս նաև Թուրքիա։ Եվ պատահական չէ, որ նրանք հայկական կողմին մեղադրում էին, որ ըստ երևույթին 1921 թվականի փետրվարից հետո, երբ Հայրենիքի փրկության կոմիտեն եկավ իշխանության գլուխ, որը փորձեց համագործակցել դերևս իշխանության գլուխ գտնվող վրաց մենշևիկների հետ, որտեղ այն կործանվեց վրացական պետականությունը մի փոքր ավելի ուշ փետրվարի 25-ին, այդ մեկ շաբաթյա կոնտակտները հուշում են այն մասին, որ նման քայլեր իսկապես եղել են, բայց այդուհանդերձ վրացական քաղաքական միտքը կարծում էր, որ հնարավոր է տեղավորվել պան-թուրքիզմի նկրտումների մեջ։ Այսինքն շատ ավելի բարեհաճ գտնվել, առանձին դեպքերում զիջողական, բայց հայ քաղաքական միտքը բնականաբար Եղեռնի պարագայում չէր կարող որևէ հակում ունենալ դեպի պանթուրքիզմը կամ նրա մեջ տեղավորվելու այս նկրտումը։ Ամբողջ հարցը այն է, որ պանթուրքիզմը ոչ մի կերպ ինքը չէր կարող հայկական գաղափարները տեղավորել իր մեջ, որտեղ իր ամբողջ էությամբ զուտ հակահայկական առաջին հերթին հակահայկական ուսմունք էր, որտեղ պանթուրքիզմը ենթադրում էր թյուրքալեզու բոլոր ժողովուրդների միավորում, իսկ այդ ճանապարհին, ինչպես Բեհայեդդին Շաքիրն էր ասում, կանգնած էին հայերը, իսկ թուրքերը, որպեսզի իրենց ձիերի ծարավը հագեցնեն, պիտի նրանց ձիերը հասնեն մինչև Իթիլ գետի ափերը։ Մեզի համար Կարմիր Սթալինի եւ Կարմիր Քեմալի բարեկամական լարախաղացություններն ալ բավարար երաշխիքներ չեն հայ ժողովրդին մնացորդը այդ թուրքիզմի վտանգին դեմ ապահովելու տեսակետ է, որովհետեւ գիտենք մեկ բան անվիճելի, այն, որ չէ փոխված մեկ բառ անգամ Ռուսաստանի Հայաստան առանց հայի նշանախոսքեն եւ ամեն օր ավելի քան երբեք մեր աչքերուն առջև կխորանա եւ կքարանա պետք է ոչնչացնել Հայաստանն ու հայությունը, որ կանգնած է Անգորայի եւ Բաքուի միջև թրքական նշանախոսը։
Եթե Կովկասյան ժողովուրդներու միության նպատակն է տեր փոխել, ռուսին տեղ թուրքը դնելով, պարզ պետք է լա նաև մեր դիրքը, դեմ ենք տեր փոխելու։ Հայ պատմագրության կարևորագույն խնդիրներից մեկը ստիս այսպես կոչված ազգային օրիենտացիայի կողմնորոշման խնդիրն է։ Հարց է ծագում, արդյոք կա ընդհանրապես ազգային կողմնորոշում։ Մենք դասագրքերում եւս շեղատար երբեմն գրում ենք, որ իդեմս Իսրայել օրու 18-րդ դարի սկզբից հայ ժողովուրդը իր ազգագրական պայքարի մեջ կողմնորոշվեց դեպի Ռուսաստանը։ Կուզեի հարցնել 18-րդ դարի հայ գյուղացին արդյոք որևէ պատկերացում ուներ, որ ինքը քաղաքականապես կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը։ Նույնիսկ արդեն ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, նկատի ունեմ 19-րդ դարի առաջին 30-ամյակը, հայ գյուղացին այդ պատկերացումը որոշակիորեն չուներ։ Խաչատուր Աբովյանը Վերք Հայաստանի մեջ գրում է, թե գյուղացուն բացատրում էին, թե ով է ռուսը, ինչու է եկել եւ ինչու նրա եւ մեր շահը բնականաբար համընկնում է։ Եվ այդ իմաստով փաստորեն նախկին մոտեցումը, որ իսկապես եղել է քաղաքական կողմնորոշում, որոշ վերապահումների ենթակա է։ Հստակ ասել, որ մենք ունեցել ենք նման կողմնորոշում, իհարկե ճիշտ չէ, բայց որ քաղաքական միտքը հակված է եղել դեպի Ռուսաստանը, եւ մեր քաղաքական միտքը հիասթափություն է, խորը հիասթափություն է ապրել Արևմտյան Եվրոպայից, Հռոմի Պապից եւ վերանայել է իր մոտեցումները եւ հայացք ուղղել է դեպի Ռուսաստան, սա փաստ է։ Բայց քաղաքական միտքը այլ ոչ թե հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումն է եղել դա։ Պատմության դասերը քաղելով մենք պետք է փորձենք այս փոխվող աշխարհում պահպանել եւ զարգացնել մեր հարաբերությունները հյուսիսային մեր մեծ դաշնակցի հետ։ Իրենց շահերը մեր տարածաշրջանում ունեն նաև եվրոպական հզոր պետությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Պետք է նշել, որ իրենց խորքում դրանք մնացել են նույնը եւ անփոփոխ են։ Եվ ահա առաջին հանրապետության դասերը մեզ հուշում են, որ եւ արևմտյան եվրոպական պետությունները եւ Միացյալ Նահանգները ճակատագրական պահին իզորու չեղան հասնելու օգնության եւ առաջ տանելու մեր շահերը, օգնելու պահպանել մեր պետականությունը եւ կարողանալ դիմակայել թշնամիներին։ Ես չգիտեմ պատմության մեջ մի նախադեպ, երբ Օսմանյան կայսրությունը որևէ թուրքալեզու ազգի կամ պետական կազմավորման նկատմամբ այդքան բարեհաճ լիներ, ինչքան այսօր Թուրքիայի Հանրապետությունը եղավ Ադրբեջանի նկատմամբ։ Փաստորեն հայ-թուրքական արձանագրությունների տխուր վախճանը դրա վկայությունն էին, որ Ադրբեջանը փաստորեն իր կամքը թելադրեց Թուրքիային, որովհետև գոյություն ունի Բաքու-Ջեյխանը, կար Սախալքալակ նախագիծը եւ այս խնդրում բնականաբար եղանակ ստեղծողը Ադրբեջանն է։ Եվ Ադրբեջանը հասավ այն բանին, որ Թուրքիայի համար շատ նպաստավոր մի արձանագրություն չվավերացվեց հանուն ադրբեջանա-թուրքական բարեկամության։ Սա պանթուրքիզմի ամենավառ վկայությունն է։ Վերջապես հաջորդաբար տեղի են ունենում կամ Բաքվում, կամ Տաշկենտում, կամ Անկարայում թուրքալեզու ժողովուրդների համագումարներ, որի նպատակն ինչ է՝ կյանքի կոչել պանթուրքիզմը։ Խոսում են մեկ միասնական լեզվի մասին, խոսում են մեկ միասնական ուղղագրության մասին։ Պատահական չէր, որ մի ժամանակ օսմանատար արաբերենով գրող թուրքերն անցան լատիներենի, լատինատար գրեցին, հետո անցան կիրիլիցայի, հիմա նորից վերադարձան լատինատար թուրքերենին Ադրբեջանում, բնականաբար նպատակ ունենալով ել ավելի մոտեցնել այսպես մշակութային դաշտում իրենց թուրքերին։ Բազմիցս հոդվածներ ես հանդիպում ադրբեջանական մամուլում, որտեղ ասում են, որ հայերն իրենք շատ ճիշտ են մեզ գնահատել, մինչև հիմա շարունակում են մեզ թուրք անվանել։ Ադրբեջանցի էթնոս գոյություն չունի։ Մենք թուրքալեզու շիաներ ենք եւ թուրք ազգի մեկ բաղադրամասը։ Երբեմն սահմանն անցնում են, արդեն մտնում են Միջին Ասիա, Թուրքմենիա, Ուզբեկստան եւ բարեբախտաբար այս երկրներում մարդիկ կանգնեցնում են նրանց ախորժակները, որտեղ յուրախություն մեզ, օրինակ Ուզբեկստանում լույս են տեսնում հոդվածներ, որտեղ ասում է, որ այդ պանթուրքիզմը արկածախնդրություն էր եւ մասնավորապես օրինակ են բերում Էնվեր Փաշային, որ 1921 թվականին անցնելով Թուրքմենիա, Թուրքեստանում ուզում էր ստեղծել թուրքական մի պետություն, մի բան, որ նա ուզում էր անել Օսմանյան կայսրությունում, բայց չստացվեց, նույն արկածախնդրական քայլը նա փորձեց կատարել
հենց Միջին Ասիայում եւ նրան այնտեղ հենց իրենք էլ սպանեցին, ինչպես գիտենք հայերի մասնակցությամբ, բայց բոլոր դեպքերում մերժվեց պանթյուրքիզմը միջինասիական ժողովուրդների կողմից։ Շարունակելով ազգային քաղաքական պայքարը Շահան Նաթալին մի խումբ համակիրների հետ 1934 թվականին Փարիզում հիմնում է Արևմտահայ ազատագրական ուխտ կազմակերպությունը։ Շահանի համար ամեն ինչից վեր էր ազգային ձգտումների իրականացումը, իսկ դրա համար առաջին հերթին պետք էր ճիշտ դասեր քաղել պատմությունից։ Մեր պատմությունը լեցուն է արյունոտ ապացույցներով, թե պայքարի մեջ հաղթելու համար արդարությունը դեռ բավարար պայման չէ։ Թղթատեցեք մեր պայքարներու պատմության թերթերը։ Հայը միշտ հաղթական է անհատներու եւ մինչեւ անգամ վարչակարգերու դեմ մղած պայքարներու մեջ, իսկ թուրքը պարտված անհատապես հաղթական է միշտ ազգովին։ Մեր սխալը, աղետավոր սխալը այս փաստերը չտեսնելն էր։ Ես կարծում եմ, մենք ոչ մեկին չենք թերագնահատում, ընդհակառակը գերագնահատում ենք։ Մենք մեր բարեկամներին ենք գերագնահատում եւ մեր թշնամիներին ենք գերագնահատում։ Ասում ենք ռուսը մեր բարեկամն է, կուրացած այդ սիրուց։ Ես իհարկե մտածում եմ, որ չի կարող պատահի ասենք Տոլստոյի եւ Դոստոևսկու եւ Չեխովի երկիրը ժողովուրդը իմ թշնամին լինի, բայց ես այն կարծիքին չեմ եղել, որ ռուսն է մեզ փրկել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք ենք մատաղած ու գառամպես 500,000-ից ավել մասնակիցներ ունեցել։ Այդքան զոհողություններ աշխարհում սա փաստ է, դուք էլ շատ լավ գիտեք, ոչ մի ժողովուրդ այդ համեմատաբար այդքան մասնակցություն եւ զոհ չի տվել ինչպես այ ժողովուրդը։ Ուրեմն գնահատենք մեր բարեկամներին, բայց չգերագնահատենք։ Նույնը Թուրքին է վերաբերում, որտեղ երկու սև եւ սպիտակ, չէ, երկու մենք մի քիչ մաքսիմալիստ ժողովուրդ ենք, արևից է։ Թուրքի դիվանագիտական հանճարը, Թուրքի չգիտեմ ինչը Արցախյան ազատամարտը ցույց տվեց, ապացուցեց, որ երբ որ համախումբ ենք, մենք կարող ենք հաղթել եւ այն էլ ինչպես հաղթել, մենակ Թուրքին չէինք հաղթում, Աֆղանստանից եկած, չգիտեմ, մոջահեդներին էինք հաղթում, Չեչնիայից եկած, դիպուկահարներին էինք հաղթում, հաղթեցինք, չէ, եւ հստակ էր Կոլցո օպերացիան մեր համար չէր արվում էր Ադրբեջանի, հօգուտ Ադրբեջանի եւ դժբախտաբար թե բարեբախտաբար ես ներսում եմ եղել, տեսել եմ ինչա կատարվում։ Այդ ժամանակ արժանապատվորեն հայ զինվոր էլ չէին դեռ։ Հայ մարդը հասկացավ, որ ինքը նահանջի տեղ չունի եւ ինքը պիտի հաղթի։ Ուր էր Կարմիր բանակը։ Մենք այս գերագնահատումներից պիտի ազատագրվենք եւ արժանապատվությունը այստեղ է։ Գնահատենք թշնամուն էլ, գնահատենք բարեկամին էլ, բայց չթերագնահատենք մեզ, որ մեզ ինչ որ մեկը պիտի փրկի։ Ես կարծում եմ մենք պիտի փրկենք եւ այս արժանապատվությունը եւ երբ որ օգնումել են, երբ որ մեզ օգնումել են, մեզ հենց այնպես ոչ ոք չի օգնում։ Ընդհանրապես քաղաքական կողմնորոշում ասվածը մենք բերում ենք նույն այսպես տրաֆարետով տեղադրում ենք նաև 1918-20 թվականներին, ասելով, թե 1918-ին մենք գուցե թուրքական կողմնորոշում ունեցանք Բաթումի պայմանագիր ստորագրելով, հետո փորձեցինք գերմանական կողմնորոշում ունենալ, իսկ արդեն Մուդրոսի զինադադարից հետո հակվեցինք դեպի արևմուտքը։ Արևմուտք հակվելը եւս դա հարաբերական էր։ Մենք մի կողմից պատվիրակություն էինք ուղարկում 1918 թվականի հունիս ամսին Կոստանդնուպոլիս եւ Բեռլին, այսինքն Քարյակ դաշինքի երկրներ, ապա նման պատվիրակություն ուղարկում էինք 18 թվականի վերջին 19-ի սկզբին Արևմտյան Եվրոպա Փարիզ, իսկ միաժամանակ 19 թվականի գարնանը ուղարկում էինք նման պատվիրակություն Խորհրդային Ռուսաստան։ Ուրեմն նշանակում է ասել, որ մենք ունեինք այս կամ այն քաղաքական կողմնորոշումը, դարձյալ արդարացի չէ։ Հիմա որ տեղի ունեցավ թուրք-հայկական պատերազմը, որում մենք դառը պարտություն կրեցինք եւ արդյունքները գիտենք որքան ծանր եղան հայ ժողովրդի համար, դա կնշանակի, որ մենք արևմտյան կողմնորոշում ունեինք։ 1961 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո առաջին անգամ Շահան Նաթալին այցելում է հայրենիք։ Այստեղ բուժում խամրել սկսած ձայնը։ Հոգեկան մեծ բավականություն է ստանում տեսնելով Հայաստանի բարգավաճումը։ Նրա տարան Ծաղկաձոր ամառային արձակուրդներ էր, Ծաղկաձորում հայրուրներով, հազարներով մանուկներ էին ճռվողում,
Նրանք բոլորը կարմիր վզկապներով էին։ Շան Նաթալին հարցրեց. ասոնք ամենալ սկաուտ են, ասացին այո, հայ սկաուտներ են։ Ի վերջո ինչով էր կարևոր փողկապը կարմիր գույնի էր, թե եռագույն էր։ Հայ մանուկները խոսում էին հայերեն, հայ մանուկները արտասանում էին հայերեն, հայ մանուկների մեջ կային Սողոմոններ, հայ մանուկների մեջ կային այն բոլոր հայ վրիժառուների անունները, որոնք ժամանակին Շան Նաթալիի ղեկավարությամբ արդար դատի նպատակ էին հասել։ Շան Նաթալին այդ այցելության ժամանակ հանդիպեց նաև Արտաշեսին, այն հայտնի Արտաշեսին, որի եղբայրը, ինչպես գիտեք, մասնակցել էր Ջեմալ Փաշայի սատակմանը Թբիլիսիում։ Շան Նաթալին, եթե ապրել է երկրորդ երիտասարդությունը, ապրել է Հայաստան այցելելուց հետո, որտեղ Հայաստանում նա տեսավ զարմանալի ազգային վերածնունդ։ Նկատի ունեցեք, խոսքը 61 թվականի մասին է, տեսավ զարմանալի զարթոնք։ Նա իմացավ, որ Սորակապետում կառուցվում է Եղեռնի զոյերի հուշարձանը, որը մենք բոլոր դա շատ լավ գիտենք, միայն ողբի հուշարձանց է։ Երկուսն որ վեր են հառնում, դա պայքարի, ազատատենչության, նպատակների իրականացման, երկու Հայաստանների միավորման, ազատ միավորման գաղափարի կրողն է։ Շան Նաթալին այնուհետև նրա բազմաթիվ գրությունները վկայում են, որ նա ոգևորված վերադարձավ Հայաստանից։ Դրա վկայությունն է այն, որ նա այդ տարիքում նորից սկսեց բանաստեղծություններ գրել։ Հայկական սեպը, հայկական գործոնը այսօր Կովկաս եւ Անդրկովկաս միշտ եղել է եւ լինելու է։ Եթե մի քիչ լավ պատմությունը ուսումնասիրեն, երբեմն այսպես մեծաբերան խոսողները, որոշ քաղաքական գործիչներ, կտեսնեն, որ մենք նույնիսկ Չինաստանի համար շատ կարևոր դերակատարություն ունի հայկական գործոնը այս լեռներում։ Եվ սա նրա համար չեմ ասում, որ մենք ավելորդ ինքնահավանությամբ մեզ էդ էլ կա մեր ազգային բնավորության մեջ։ Բայց ես ուզում եմ արժանապատվության համար ասել, որ երբ որ մեզ օգնում են, չեն խղճում, որ օգնում են, այլ իրենց պետք է օգնել իրենց շահերի համար։ Ու մենք պիտի գիտակցենք այս բանը։ Առևտուր կա, չէ՞, հայերը ասում են վաճառաշահ ժողովուրդ են։ Երբ որ մեզ այդ առևտուր են անում, մենք չպիտի մենակ տանք, մենք պիտի ստանանք էլ։ Երբ որ ստանում ենք, կարծում են մեզ օգնում են, չէ՞, ոչ ոք ձերի մեջ չի օգնում, հիմա էլ։ Եվ ես կարծում եմ, որ ստրուկին ազատ մարդուց կամ մուրացիկին ոչ մուրացիկից հենց տարբերում է արժանապատվությունը, որտեղ կան մարդիկ, որոնք շատ կարիքավոր են, բայց մուրացիկ չեն։ Ես միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը կարիքավոր ազնվական ժողովուրդ է, բայց երբեք մուրացիկ չի եղել, երբեք հենց այնպես ոչ մեկից ոչինչ չի ստացել։ Թող անգամ մնալ հայնը լար բարբարոս ու գազան։ Ինչու դեռ չկրցանք հասկնալ, որ ոչրագործն ու գազանը բոշայեն ավելի կարժեն։ Անոնց արյունը ոչ միայն ծախու չի հանվիր, այլև անոնց հետ հարգանքով կվարվի։ Նա ապրեց 99 տարի եւ մահկանացուն կնքեց Բոստոնում գրեթե 30-ամյա մենության մեջ։ Ինչպես եւ Հայաստանի առաջի հանրապետությունը, խորհրդային Հայաստանը նույնպես ուներ պետականությունը արտահայտող իր խորհրդանիշները։ Դրանք ամրապնդված էին Հայաստանի առաջին սահմանադրության մեջ։ Հայոց զինանշանի վրա պատկերված էին մեծ եւ փոքր մասիսները, եւ ամբողջ խորհրդային ժամանակաշրջանում այդ խորհրդանիշը փաստորեն արտացոլում էր խորհրդային Հայաստանը, Հայաստանի խորհրդային պետականությունը։ 7 տասնամյակ գոյատևեց խորհրդային Հայաստանի պետականությունը, ունենալով ծանրակշիռ ձեռքբերումներ եւ բաց թողումներ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը։ 1988-ից 94 թվականներին մղված համառ մարտերով հազարավոր հայրենիների արյան գնով ազատագրվեց եւ իր պետականությունն կառուցում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։ Ասել է ոչ ամբողջական, սակայն այլևս իրականություն է հայ ժողովրդի մեծ զավակների հայության շատ սերունդների երազանքը։